Ինչի մասին է այս գործը, հերթական վերակենդանացված դրվագը, ինչու են հատկապես այս պահին հիշել եւ վերակենդանացրել գործը։ Իշխանության հաշվարկը կարծում եմ այս եւ այսպիսի այլ դեպքերում հետեւյալն է։ Իշխանությունը համարում է, որ պետության փողով, այսինքն դատախազություն, քննչական համակարգ, դատական համակարգ, որոշակի դեպքերում ոստիկանություն կարելի է ներգրավել, գործեր սարքել, մարդկանց զբաղվածությունը ուղղել այս ուղղությամբ, որովհետև ժամանակը այսօր ամենակարևոր եւ ամենաթանկ ռեսուրսն է, եւ փորձել քաղաքականապես ակտիվ դեմքերին հնարավորինս դուրս մղել քաղաքական գործընթացներից։ Այսինքն շատ դեպքերում իրենք ունեն կանխատեսումները, իրենք ունեն գիտակցումը, որ այդ գործերը չեն գնալու եւ ես տրամաբանական կետին չեն հասնելու իրանց տեսանկյունից եւ այս իրավիճակում իրենց համար գլխավոր խնդիրն է սկսել քաշքշուկ 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել, բերել, ժամանակ ամբողջությամբ կենտրոնացնել այդ մասով, որից բնականաբար քաղաքական առումով դժում է տվյալ անձը, դժում է նրան ներկայացնող քաղաքական ուժը եւ մարդիկ։ Նույնը դրսևորվում է առաջին հերթին Սերժ Սարգսյանի դեպքում, որպես նաև հանրապետականի ղեկավար, նույնը արտահայտվում է հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործում, որը դուք հաճախակի լուսաբանում եք, եւ կարծում եմ, որ նաև Սերժ Սարգսյանի հետ կապված այլ քրեական գործերը, որոնք տարբեր տարիներով անդադ հնչեցնում էին, զրպարտություն էր դա նաև որպես հետևի արտահայտվում, նույն դիզելի գործով պարզ դարձավ, որ դրանք շատ արագ զրոյացվում են եւ ըստ էության այն տեղեկությունները, որոնք որպես փաստ փորձում էր իշխանության քարոզությունը ներկայացնել, դրանք շատ կարճ ժամանակահատվածում հանրության համար տեսանել են դարձնում, որ տակը չկա գործընթաց, տակը չկա իրավական գործընթաց եւ այս ամենը պարզապես արվում է քաղաքական ակտիվ դեմքերին, քաղաքական կամ ներքաղաքական process-ից հնարավորինս դուրս թողելու համար։ Պարոն Աբրահամյան, Էդմոն Մարուկյանն էր անդրադարձել պատիվ ունեն խմբակցության վերջին հայտարարությանը, ասելա, որ ըստ էության կա հակասություն, որովհետև ուտա տեխնիկա է դրա չի տեսնում, բան եւ ասում էր, որ կա հակասություն, որովհետև առաջին հայտարարությունով ասում էին, որ ըստ էության միաձայն կմիանան առանց նախապայմանների վարչապետի թեկնածու եթե առաջադրվի, հիմա ըստ էության ասում են, որ ինքն է վարչապետի թեկնածու, բայց պատիվ ունենը չի միանում։ Ես կարծում եմ հայտարարության տեքստում եւ առաջին երկրորդում բավականին պարզ ձևով ներկայացված է մեր դիրքորոշումը։ Մենք առաջին հայտարարության մեջ ասել ենք, որ այս թեմայով մեր համար քննարկելի է թեմաները կամ թեկնածուները, բայց մենք չենք ասել, որ առանց նախապայմանների մենք պատրաստ ենք առաջադրել։ Մենք ասում ենք, որ առանց նախապայմանների պարզապես մենք պատրաստ ենք քննարկման, այլ ոչ թե առաջադրման։ Հիմա եղել է Էդմոն Մարուկյանի հայտը, ֆրակցիան քննարկել է թեման եւ իր հրապարակային դիրքորոշմամբ արտահայտել իր մոտեցումը եւ ես կարծում եմ, որ այստեղ որևէ հակասության բան չկա, ավելին գործընթացը իրանով բավականին ծավալուն է, սա ենթադրում է այս ընթացքում հայտեր տարբեր քաղաքական ուժերի կողմից, տարբեր գործիչների կողմից, այս թեման չի սկսում Էդմոն Մարուկյանով կամ Վահան Բաբայանով, սա պետք է բերի լայն քննարկումներ են ուժերի համար, որոնք հետաքրքրված են եւ սա որպես գործիք համստահության գործընթացը դիտարկում են եւ այդ պարագայում արդեն վերջնահարցուկում պարզ կլինի, թե ստեղծված իրավիճակում, մարդկա իրողությունների պայմաններում ով է օպտիմալ թեկնածու եւ ըստ այդմ կորոշվի, թե ումով են գնում կամ ում են առաջադրում։ Անհատորեն, եթե ամեն դեպքում այս պայքարությամբ պատկա միակ թեկնածու, որն առաջադրել են Էդմոն Մարուկյանն է, եթե պատիվ ունենա դեմ է, ինչպես այսպես ենք մշտական եւս։ Ինչու ձեր մեջից չէ կարողանում ձեր թեկնածուին առաջադրել, իրենք էլ ասում են, որ ոչ մեր թեկնածուին են համաձայն, որ իրենք են թեկնածու առաջադրում ու մտադրված բիզնես չունեն։ Անկեղծ ասած, ես արդեն այդ հարցի պատասխանը տվեցի, իհարկե չեմ կիսում այն մոտեցումը, որ այսօր կա մենակ մի թեկնածու կամ բացառապես մի թեկնածու։ Կա Էդմոն Մարուկյանի ինքնաառաջադրումը, ինքնաառաջադրումը չէ, քաղաքական դաշտում ինքնաառաջադրումը, բայց կա երկու անձանց կողմից, երկու պատգամավորների կողմից պատրաստակամություն եւ process-ի մեկնարկը, բայց այն լայն դուռը, որը բացվել է համստահության գործընթացի համար
Ոչ թե ենթադրում է, որ առաջին եկողի դեպքում կամ առաջինը, որ կարողանում է հասնել եւ ստորագրության խնդիր լուծել 1-2 պատգամավորի պետք է առաջնորդել նրանով, այլ համստացության գործընթացը ինքը իրենից ներկայացնում է լայն քաղաքական գործընթաց։ Ոչ միայն խորհրդանական հիմնական ուժերի, որոնք իրենց ստորագրություն են դնում, այլ են քաղաքական, արտախորհրդանական ուժերի, որոնք այս ողջ ընթացքում պետք է գործընթաց թեփեն, պետք է քաղաքական կոնսուլտացիաների միջոցով հասկանան որն է ճիշտ ճանապարհը եւ ով է այն օպտիմալ տեխնացու, որը կարող է ստեղծված իրավիճակում առաջնորդվել կամ նրանով ավելի հեշտ է լինելու այս գործընթացում հաջողություն ապահովել։ Մեկ նաև այդտեղ լրացում ես կատարել։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք ամուսնացության գործընթացի մասին, երբ որ մենք խոսում ենք գործող իշխանության հեռացման process-ի մասին, սա ենթադրում է, որ մենք չենք կարող Նիկոլ Փաշինյանին փոխարինենք մեկ այլ Նիկոլ Փաշինյանով կամ նրա հետ ասոցացվող, նրա արբանյակ հանդիսացած, հասկանում եք, այսինքն սա ինքնանպատակ Ես ասեմ, հիմա մեր հայտարարության մեջ մենք բավական հստակ դրա մասին խոսում ենք։ Այսինքն, այստեղ խնդիրը հետևյալն է, խնդիրը ոչ թե ինքնանպատակ ինչ-որ մարդու բերելն է եւ process գեներացնելն է, որ գնանք պիչկա դնենք, ասենք, գիտեք, պես այսօր փորձեցինք, այսօր չստացվեց, այլ խնդիրը արկա իրողություններին համահունչ մի տեխնացուի շուրջ կոնսենսուսի հասնելն է եւ դա միայն հանրապետականի հարցը չէ, որքան էլ հանրապետականը բաժանեստականությունը հայտնել նախաձեռնելու, բնականաբար հանրապետականը խոսում քննարկում է բոլոր այն շահագրգիռ ուժերի հետ, որոնք այս մասով ունեն հետաքրքրություն։ Հիմա, երբ որ խոսում ենք արբանյակ ուժերի մասին, երբ որ խոսում ենք մարդկանց մասին, ովքեր ասոցիացում են, բնականաբար նայում ես նրանց քաղաքական հետագիծը, ով ինչ ճանապարհ է անցել, ով որտեղով է շարժվել, մենք նայում ենք տեսնում ենք ով մեր երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ ինչ դիրքորոշումներ են արտահայտել։ Երբ որ դու տեսնում ես, որ մարդը միգուցե արտաքնապես այս պայն իշխանությունից տարբերվող ինչ-որ բան է ասում, բայց գաղափարապես նրանցից միևնույն բովանդակային դաշտում է, բնականաբար դա չի նշանակում, որ խնդիրներ կան, արեցի դրա մասին օրագրական։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ խորհրդանի նախագահ, փոխնախագահներից որևէ մեկը հայտարարություն է անում այն մասին, որ ինքը չի կիսում այս պահին իշխանության այս կամ այն դիրքորոշում, այս կամ այն թեմայի շուրջ դուրս է գալիս, 3-4 ամիս հետո նույն այդ երկու պատգամավորները նրանց առաջադրում են օրինակ ամուսնացության գործընթացը որպես տեխնացու։ Հիմա իրանք կան ասեն, գիտեք, տեսեք, մենք 4 ամիս առաջ դուրս եկանք, որտեղ մենք չէինք կիսում այդ դիրքորոշումը եւ կան հանրության ներկայան որպես մրցունակ եւ այդ իշխանության հետ որևէ ձևով կապ չունեցող տեխնացու, բնականաբար այդ դա որևէ ձևով տրամաբանական չէ։ Պարոն Աբրահամյան, մի բան, ձեզ համար ինչ տեսակի տեխնացուն ընդունելի կլիներ։ Եվ եթե Հայաստան դաշինքը տեխնացու առաջադրեր եւ առաջադրեր օրինակ Ռոբերտ Քոչարյանին, կոնկուրենտ օֆիսի առաջնորդ կամ նրա որդուն Լևոն Քոչարյանին, ձեզ համար ընդունելի կլիներ, դուք աներկբա եւ առանց նախապայմանների կհաստատեք այդ տեխնացությունը։ Տեխնացուների մասով առաջադրումները մենք մինչև ձեր մոտենալը ճիշտ ասած որոշակի մանրամասներով այս թեման քննարկել ենք, այն ինչ որ ներկայացված է մեր առաջին եւ երկրորդ նաեւ հայտարարությունը ֆրակցիային, դրանում հիմնականում ներկայացված է այն մոտեցումներն ու սկզբունքները, որի շրջանակներում պետք է կայանա քննարկումը եւ դրա արդյունքում պետք է լինի առաջադրված տեխնացու։ Հիմա այստեղ կա մի հանգամանք, երբ մենք խոսում ենք կոնկրետ տեխնացուների մասով։ Տեխնացուների մասով շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս լայն համախմբում տեղի ունենա դրա շուրջ։ Եվ երկրորդը մենք հնարավորություն ունենք առաջադրենք մի տեխնացու, որը ստեղծված իրողությունների պայմաններում այդ դերը եւ առաքելությունը կարող է ամենահաջող ձևով իրականացնել։ Երբ որ կլինի ցանկություն, երբ որ այս թեմայով կլինի առաջադրում, կլինի քննարկման ցանկություն, բնականաբար պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել բոլոր տեխնացուները եւ մեր դիրքորոշումը շատ հստակ